Բժշկական սպիրտը փոխարինում է յուղազրկիչին։ Հիմա ես ձեզ սիրով կասեմ, թե բժշկական սպիրտը կամ առհասարակ Nail Brand-ի մատնահարդարման եւ ոտնահարդարման սպիրտը ինչերին կարող է փոխարինել։ Երբ որ դուք նախապատրաստում եք արել եղունգի հետևային փոշոտե, դուք կարող եք սովորական կլինսերների փոխարեն օգտագործել բժշկական սպիրտ կամ Nail Brand-ի մատնահարդարման եւ ոտնահարդարման համար նախատեսված սպիրտը։ Ինչու խորհուրդ չեմ տալիս օգտագործել կլինսերներ, որովհետեւ դրանց մեջ հիմնականում լինում են հոտավորիչներ, գունավորիչներ, գլիցերին եւ տարբեր տեսակի յուղեր ու հավելումներ, որոնք թվում է թե դուք սրբում եք բնական եղունգի մակերեսը, բայց իրականում նրա միջի եղած նյութերը մնում են եղունգի վրա։ Այդ իսկ պատճառով դուք կարիք եք ունենում օգտագործելու օրինակ պրայմեր, ցիկիտրատոր եւ այլն։ Սպիրտով նաեւ դուք կարող եք խմելու սպիրտի մասին չի խոսքը։ Սպիրտով դուք կարող եք նաեւ հանել նյութի վրայի կպչուն շերտը։ Սպիրտով նաեւ կարող եք յուղազրկել եղունգը։ Եթե դուք նկատել եք, երբ որ եղունգի մակերեսը ճիշտ խարտված է լինում, այդ փոշին եւ յուղը մաքրելու համար, երբ որ դուք սպիրտով անում եք, եղունգի մակերեսը անմիջապես դառնում է կարծես թե սպիտակ ու ավելի մատվի։ Ու եղունգի այդ շերտերը, որոնք մենք խարտել ենք, ստեղծել ենք, որ դրա վրա նյութ ենք քսելու, ավելի պարզ ու արտահայտիչ են դառնում։